Ամունդի ներդրումային հեռանկարների նվիրված տնտեսական համաժողովի 20-րդ կանգառը Հայաստանում է։ Amundi Investment Outlook 2026 Տարածաշրջանում Ամունդի միակ ներկայացուցիչը Ամունդի Ագբան համաժողովի շրջանակում համախմբել է 150 գաղափարական առաջնորդների եւ ոլորտի փորձագետների, ներկայացնելու եւ քննարկելու համաշխարհային ֆինանսական շուկաներում սպասվող հիմնական փոփոխությունները, մակրոտնտեսական եւ աշխարհաքաղաքական անցումները, այս պայմաններում ձևավորվող նոր ներդրումային հնարավորությունները։ Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող միջոցառում է։ 4 տարի առաջ առաջին համաժողովի շրջանակում խոսել ենք, որ մեր նպատակն է Երևանը տեղավորել համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա։ Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը այս քաղաքականության մի մասն է, ուղղված Հայաստանի ֆինանսական շուկայի արժևորմանը։ Համաժողովին Հայաստան էր ժամանել Ամունդի Ֆրանսիայի պատվիրակված ներդրումային լուծումների ղեկավար Ֆրեդերիկ Պասկալը, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարչի Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրեն, Ամունդի Asset Management-ի տնօրենի տեղակալ Վինսենտ Մորտիեն։ Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրենը ներկայացրել է Ամունդի ռազմավարական ներդրումային տեսլականը եւ 2026-ի ֆինանսական շուկաների հիմնական միտումները։ Ամունդի թիմերը համատեղ աշխատում են ձևավորելու ներդրումների հիմնական ուղղությունները։ Մի բաց աշխարհում, որտեղ միաժամանակ շատ գործընթացներ են տեղի ունենում։ Անհրաժեշտ է ունենալ հստակ ձևակերպված համոզմունքներ, որոնք կարող են ներկայացնել մեր հաճախորդներին Ամունդի 35 երկրում գործող ներկայացուցչությունների միջոցով։ Քննարկման առանցքում են աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական զարգացումները եւ դրանց ազդեցությունը գլոբալ շուկաների վրա, այդ թվում հայաստանյան։ Արդեն 12 տարի է Ամունդին սկսել է իր գործունեությունը Հայաստանում, կառավարելով կուտակային կենսաթոշակային ֆոնդեր։ Հայաստանը մեզ համար չափազանց հետաքրքիր երկիր է։ Շատ ամուր են հայ-ֆրանսիական բարեկամական կապերը։ Զարգանում է բավական արագ, իսկ կենսաթոշակային ֆոնդերը հատկապես կարևոր են ապագան ապահովելու համար։ Ամունդի Ագբա Asset Management-ը կառավարում է 3 պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ։ 2026-ի հունվարի 30-ի դրությամբ այն իր կառավարման ներքո ունի 772 միլիարդ դրամից ավելի ակտիվներ։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։